Բարև Հայր ջան, ես հետևում եմ այս ոչ բարով իշխանության ու իր հանդիմության հայտարարություններին ու պետք է արձանագրեմ, որ ցավոք մեր ազգի մեծամասնությունը չի նկատում այդ շատ կարևոր բան։ Ընդհանրապես պատմության մեջ բոլոր իշխաններին ու ղեկավարներին կամ սիրել են, կամ իրենցից վախեցել են, կամ երկուսը միասին։ Աղետալի է եղել են ժողովուրդների ու ազգերի ճակատագիրը, որոնց ղեկավարները կամ նրանք, ովքեր հավակնել են դառնալ այդ ժողովրդի կամ ազգերի ղեկավար, իրենց միակ հույսը եղել է այդ ազգին վախացնելը կամ սպառնալը ինչ-ինչ մտածածին բաներով։ Այսօր իշխանությունը ձեզ վախացնում ու սպառնում է նրանով, որ եթե իրան չընտրեք, ապա սեպտեմբերին կլինի շատ աղետալի պատերազմ։ Իր հույսը այն է, որ դուք վախից գնաք ու իրան ընտրեք։ Ընդդիմությունը անում է նույն բանը, երկուսինը նույն ձեռագիրն է։ Ընդդիմությունն էլ ձեզ վախացնում ու սպառնում է, որ եթե իրանց չընտրեք, ուրեմն կգան 300,000 ադրբեջանցիներ։ Այսինքն այս իշխանության ու իր ընդդիմության համար ազգ, հասկացողություն, ժողովուրդ գոյություն չունի։ Դուք իրենց աչքերում ընդամենը էլեկտորատ եք, ընդամենը թվեր ու ընտրազանգված, ընդամենը քայլող քվեաթերթիկներ։ Հակառակ դեպքում հարգանքից ելնելով ձեր հանդեպ ոչ մի մտածածին սպառնալիքով ձեզ չէին փորձի դարձնել այն, ով գալու է ամսի 7-ին ու իրենց ձենտը։ Ես հերթական անգամ համոզվում եմ իմ դիրքորոշման մեջ, որ ես ճիշտ եմ, որ ես չեմ մասնակցելու ընտրություններին, քանի որ ընդհանրապես ընտրելու բան չկա։ Ինձ մնում է ասել ընդամենը մի բան. եթե դուք չկտրվեք այս կեղծ օրակարգից ու չմիանաք լույսի բանակին, չմիանաք վերածննդի շարժմանը, ուրեմն միշտ մնալու եք այսենց իշխանության ու այսենց իր ընդդիմության հետ, ում ուշքում միտքը մենակ իրենց աթոռնա, իրենց բիզնեսները, իրենց գումարը ու հաստատ ոչ դուք, ոչ ձեր ընտանիքը, ոչ էլ ձեր երեխեքը։ Հակառակ դեպքում նորից եմ ասում, ձեզ հարգելով իրանք պարտավոր են խոսալ ճշմարտություն ու միայն ճշմարտություն։ Իրանք պարտավոր են ձեզ ներկայացնել ծրագիր, ոչ թե մեկը մյուսով, մյուսն էլ այդ մեկով ձեզ վախացնեն, սպառնան, որ եթե մեզ չընտրեք, ապա սենց, եթե մեզ չընտրեք, ապա նենց։ Սա էժան քայլ է, քաղաքական դաշտում սա ամենաէժան տեխնոլոգիան է, որը կիրառում են ձեր վրա օգտվելով ձեր քաղաքականապես անկիրթ լինելուց, ինչը մեծ ցավ է իրականում։ Դրա համար մինչև ժամանակ կծախսեք ու կինքնակրթվեք քաղաքականապես, ես ձեզ հուշում եմ, որ երկուսն էլ սպառնում են ձեզ, որ դրա շնորհիվ դառնաք իրենց էլեկտորատը։ Ու հերթական անգամ ասում եմ, այն մարդիկ, ովքեր ունեն իրենց ընտրությունը ամսի 7-ին, գնացեք ընտրեք ում ուզում եք։ Այն մարդիկ, ովքեր իմ նման չեն գտնում ոչ մի արժանի տեխնացուի, ում կարելի է ձայն տալ ու չգիտեք ինչ անեք, հանգիստ մի գնացեք ընտրությունների ու միացեք լույսի բանակին։ Ես էի ուզում ասեի, ու ամոթը ժողովրդին սպառնալիքներով այն էլ մտածածին փորձել անեք դարձնեք ձեզ էլեկտորատ, դարձնեք ձեզ հերթական թիվ ու քվեաթերթիկ։ Սա ժողովուրդ է, որը ունի մեծ պատմություն ու սուրբ արյուն, ու այդ արյան ու պատմության դեմ դուրս գալ մտածածին սպառնալիքներով, թե իշխանության, թե ընդդիմության կողմից, առնվազն շատ անբարո քայլ է նման ազգի հանդեպ։ Իսկ ազգը պետք է ունենա ինքը իր կամքը ու իր վճռելու անշեղ որոշումը։ Հենց որ Հայր ջան, ունեք ընտրություն այս 19, թե 20, թե 17 հոգու մեջ, գնացեք ընտրեք ում ուզում եք։ Չունեք ընտրություն ու չգիտեք ինչ անեք, ձեր համար լույսի բանակի դռները բաց են ու վերածննդի շարժումը ստեղծված է հենց ձեր համար։ Մենք ձեզ սպասում ենք, թքած ընտրությունների վրա էլ, դրա արդյունքների վրա էլ, մեկը ոչ մի արդյունք ձեզ չի բերելու արժանապատվության վերականգնում, արդարության վերականգնում, չի բերելու ձեզ հողեր ու տարածքներ, ընդհանրապես ձեզ ոչ մի բան չի բերելու։ Կբերի ընդամենը մի քանի կոսմետիկ փոփոխություններ։ Իսկ հիմա մենք այդ կարգավիճակում չենք, որ ընդամենը կոսմետիկ փոփոխություններ անենք։ Մեզ պետք է արմատական փոփոխություն, համակարգի փոփոխություն, բոլոր այս քաղաքական դեմքերի փոփոխությունը, ովքեր ամեն մեկը իր ձևով ձեզ խաբում է, իր ձևով ձեզ սպառնում է, իր ձևով ձեզ օգտագործում է որպես քվեաթերթիկ, որպես թիվ, որպես զուտ գլխաքանակ։ Ձեր տեղը լույսի բանակում է վերածննդի շարժման շարքերում։ Ամսի 7-ից հետո ամեն ինչ ավելի պարզ կդառնա յուրաքանչյուրիս համար։ Լավ մնաք ու օրհնված լինեք բարձր սիրով ու իմաստությամբ։